Արմենը Աբրահամյանների ընտանիքի 4 երեխաներից կրտսերն է, ում բախտ վիճակվեց այս մանկապարտեզի սանը դառնալ։ Շիրակ գյուղում 36 տարի մի քանի սերունդ առանց մանկապարտեզ գնալու է մեծացել։ Ընդամենը մի քանի տարի է, որ դպրոցում նախակրթարան է գործում։ Ես ընդհանրապես չեմ գնացել, ոչ եղել է նախակրթարան գյուղում, ոչ էլ եղել է մանկապարտեզ։ Ու մենք չենք հաճախել, հիմա այդ բացը լրացնելու ենք մեր երեխեքի միջոցով։ Իմ երեխաները ոչ միտեղ չեն գնացել եւ մանկապարտեզ, դրանից հետո բացվել է դպրոց, դպրոցում եղել է փոքր նախակրթարան, գնացել են 4 տարեկանից բարձր երեխաները։ Այնուհետև ես ուղարկել եմ քաղաք երեխաներիս։ Գյուղատնտեսական աշխատանքի հետ չենք ամեն համապատասխանել, ասենք երեխաների խնամքն ու գյուղատնտեսական աշխատանքն է։ Իսկ հիմա այս մանկապարտեզը մեծ խթան է բոլոր երիտասարդներին աշխատատեղ փնտրելու համար, որովհետև արդեն ինչ-որ միտեղ իրանց երեխաներին կարող են թողնել ու գնալ աշխատանքի, իսկ մենք այն ժամանակ չենք կարողացել դա անել։ Գյուղը քանի որ մոտ է Գյումրի քաղաքին, հիմնականում երեխաները հաջողել են Գյումրի քաղաքի մանկապարտեզներ, զարգացման կենտրոններ, հիմա այդ խնդիրը չկա։ Քանի որ հաջողում էին Գյումրի քաղաքի մանկապարտեզներ, ծնողները ծախսում էին ժամանակ եւ գումար։ Գյուղի մանկապարտեզի շենքը փլվել էր 88-ի երկրաշարժի ժամանակ։ Հիմա հիմքից նոր շենք է կառուցվել, որի շինարարությունն ավարտվել էր 2023 թվականին։ Ծախսված 70 միլիոն դրամի 60%-ը կառավարության, իսկ 40-ը Ախուրյանի համայնքապետարանի ներդրումն է եղել։ Շենքը ավարտված էր, ուղղակի գույք չլինելու պատճառով բացումը երկարաձգվեց։ Այնուհետ երկրորդ սուբվենցիոն ծրագրով կատարվել են տարածքի բարեկարգման եւ գազաֆիկացման աշխատանքները։ Գույքով համալրումից հետո Շիրակ գյուղի երեխաները հաճախեցին 490 քառակուսի մետր տարածքով նոր սարքավորումներով ու գույքով հագեցած այս մանկապարտեզ, որտեղ ապահովված են բոլոր պայմանները երեխաների լիարժեք կրթության եւ դասյարակության համար։ Վստահ ենք, որ այն սերունդը, որը մեծանալու է նման մանկապարտեզներում ու դպրոցներում, այդ սերունդի Հայաստանը լինելու է էլ ավելի լավը, էլ ավելի անկախ ու էլ ավելի ինքնիշխան։ Մեր երեխաները իրականում արժանի են լավագույնին եւ մենք փորձում ենք լավագույնը ստեղծել մեր երեխաների համար։ Մանկապարտեզի շինարարության եւ բարեկարգման երկու փուլում մեծ ներդրումը կատարվել է կառավարության կողմից եւ չեմ կարող չանդրադառնալ այն հարցին, որ ի վերջո գույքի եւ տեխնիկան ամբողջությամբ առանց համայնքի միջոցների տրամադրվել է եւս կառավարության կողմից։ Նորաբաց մանկապարտեզ առաջինը մուտք գործեցին փոքրիկները։ Այս հաստատություն կհաճախեն 2-ից 6 տարեկանները, 2 խմբով։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, այս պահին ունենք 33 դիմում արդեն, չնայած քաղաք հաճախող երեխաներ կան, այս շրջանի հետ կապված փոփոխություններով նրանք էլ գյուղ կգան։ Այստեղ շեշտը դրել ենք նաև, որ աշխատողները հիմնականում պետք է լինեն գյուղից, եթե համապատասխան կրթություններ ունեն, մանկապարտեզը ունենալու է շուրջ 16 աշխատատեղ, այդ 16 աշխատատեղերը գրեթե բոլորը 1-2 աշխատատեղ համալրված չէ, այսինքն այդ աշխատատեղերը համալրված է ամբողջ գյուղից են։ Վերջին մի քանի տարվա ընթացքում սա 7-րդ մանկապարտեզն է, որ բացվում է Ախուրյան խոշորացված համայնքում։ Ըստ համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, առաջիկա օրերին համայնքում եւս մեկ մանկապարտեզ կբացվի Վահրամաբեշտ գյուղում, եւս 3-ի կառուցումն էլ նախատեսվում է առաջիկայում։ Այսքանով հնարավոր է 35 բնակավայր ունեցող Ախուրյան համայնքում լուծված համարվի մանկապարտեզների խնդիրը։ Մենք նախատեսել ենք այսպես, որ բնակավայրը չի ունենա մանկապարտեզ, բայց հարակից բնակավայրում կլինի մանկապարտեզ, մենք այդ երեխաների մանկապարտեզ գնալ գալու ծախսը տրանսպորտի ամբողջությամբ կվերցնենք մեր վրա։ Մեր խնդիրը երեխաների նախակրթական կրթությունն ապահովել ամեն բնակավայրում ունենալ մանկապարտեզ, Լեռնուտում էլ ունենք մանկապարտեզ, սակայն մանկապարտեզի տարիքի երեխա չունենք։ Իսկ ընդհանուր առմամբ Ախուրյան խոշորացված համայնքն ունի 21 մանկապարտեզ, որտեղ հաճախում է մոտ 1100 երեխա, 169-ն էլ իրենց հերթին են սպասում։